Խեց։ Հեն ծովիկ։ Գարնան առաջին օրը Եղիազարյանների ընտանիքում լույս ծագեց։ 25 տարվա սպասումից հետո ծնվեց Լուսե Եղիազարյանը, ընտանիքի առաջին զավակը։ 2600 գրամ քաշով ծնված փոքրիկի անունը պատահական չի ընտրված։ Որտե մեր տանը լույս վառվեց։ Լույս բերեց մեր տանը։ 43-ամյա Ծովիկ Սարգսյանն ու 49-ամյա Գևորգ Եղիազարյանը 25 տարի տարբեր բուժհաստատությունների ու բժիշկների դռներ են թակել, բժշկական տարբեր միջամտություններ կատարել, մինչև հուսահատված որոշել են դիմել փոխնակ մորօգնությանը։ Հենց այս միտքն է նրանց բերել Մարգարյան ծննդատուն։ Եկանք, բայց էլի որոշել էինք, որ սուրոգայթ մայր պետքա վարձեինք։ Բժշկուհիս ուղարկեց մեզ հետազոտությունների արդյունքներից բժշկուհիս ասեց, որ բանը դու կարաս, դու ինքդ ունենաս։ Ու մենք որոշեցինք, մենք ինքներս փորձենք։ Փորձեցինք ու ստացվեց։ Մանկաբարձ գինեկոլոգ Արմինե Սայադյանը հիշում է, թե ինչպես ամիսներ առաջ Եղիազարյան ամուսինները մտան իր սենյակ լիովին հուսահատված, թշկամորեն էին տրամադրված փորձելու ամենավերջին տարբերակը։ Ծովիկը չէր խոսում։ Բոլոր հարցերին պատասխանում էր ամուսինը, եւ ինձ շատ զարմացրեց դա, ու ես անպայման ուզում էի Ծովիկի հետ լսեի նրա կարծիքը։ Ինձ թվում էր, որ նա ինչ-որ մի բանի դեմ է։ Ինչքան հարցնում էի, ինքը լռում էր, ոչինչ չէր ասում։ Ես խնդրեցի ամուսնուն, որ Ծովիկը պատասխանի բոլոր հարցերին, եւ վերջապես հասկացա, իրենք դիմել էին այդքան փորձերից հետո հուսահատված փոխնակ մայրության համար։ Եվ ես հասկացա, որ Ծովիկը համաձայն չի այդ որոշմանը, եւ ես համարձակություն գտա իմ մեջ ու նրան հույս տվեցի, ասեցի, որ հնարավոր է դու կարողանաս կրել ինքդ քո երեխային։ Կրկին հույսով լցված ընտանիքի համար Բաղձալի լուրը երկար սպասել չտվեց։ Արդեն եկել էր պահը, որ պետքա ճշտեի, որ հղիեմ, ես վախենում էի փորձել։ Բժշկուհիս զանգահարեց, ասեց ուր ես կորել չկաս Ծովիկ։ Ասի բժշկուհի ջան, վաղը կգամ կիմանամ։ Ասեց չէ, հենց հիմա փորձի։ Փորձեցի ու դրական էր։ Անբացատրելի զգացողություն էր։ Աշտարակի մարզի Ոսկեվազ գյուղում բոլորն էին սպասում Լուսեի ծննդին։ Նորաթուխ հայրն է պատմում, փորձելով զսպել զգացմունքները։ Իմանալը սուրպրիզ էր, շատ ուրախացանք։ Երբեմն չէինք էլ հավատում մեր ուրախությանը, թե ինչի համար ենք ուրախանում։ Դե ընտելացանք այդ մի քանի ամիսների մեջ, ես կարեցա ընտելանամ, որ սպասում ունեմ, հավատում եմ, որ դրան սպասում եմ։ Դերեցինք այս օրվան։ 43 տարեկանը գինեկոլոգիայի տեսանկյունից ռիսկային է համարվում, բժիշկ Սայադյանը սակայն նշում է, Ծովիկի հղիությունը թեթև է ընթացել։ Ծովիկի հղիությունը ընթացել է հարթ, չնայած հաշվի առնելով անամնեզը, երկար սպասումը, կնոջ տարիքը, բնականաբար ինքը համարվում է ռիսկային խմբի հղի։ Առջևում ունենք դեռ 9 ամիս, 9 երկար ու ձիգ ամիսներ, որոնք պետք է միասին հաղթահարեինք եւ հասնեինք այս օրվան։ Ծովիկը չկարողանալով զսպել արցունքները պատմում է, առաջին անգամ բալիկին տեսնելն ամենահրաշալի զգացողությունն է։ Անբացատրելի զգացողություններ էր։ Թեև մոր ու երեխայի առաջին հանդիպմանն ականատես լինելը բժիշկ Սայադյանի համար պետք է որ սովորական դարձած լիներ, սակայն գինեկոլոգն ընդգծում է, յուրաքանչյուր հանդիպում յուրովի աննկարագրելի է, առավել եւս, երբ այդ հանդիպումը մի քանի տասնյակ տարի է ձգվել։ Իրանց առաջին հանդիպումը, ինձ թվում է բնության մեջ դրանից ավելի հրաշք պահ չկա, երբ մայրը առաջին անգամ հանդիպում է իր բալիկին, հատկապես 25 տարի սպասումից հետո այդ իրանց առաջին կոնտակտը, առաջին հայացքը մի աննկարագրելի զգացողություն է, որ ամեն անգամ ես ոնց որ առաջին անգամ վերապրում եմ եւ հուզվում եմ այդ պահից։ Երկար ու ձիգ 25 տարիների դժվարին պայքարն այսօր չեն ուզում հիշել։ Ծովիկը իրենց նման ընտանիքներին հորդորում է երբեք չկորցնել հույսը։ Խորհուրդ կտամ, որ պայքարեն, չհուսահատվեն, որ գրեն այս այդ սիրուն հրաշքի։ Գևորգն էլ չի մոռանում շնորհակալական խոսքեր ուղղել սկզբում Աստծուն, ապա բժիշկներին։ Այդ ամեն ինչը առաջինը Աստծո շնորհքն է, շնորհակալ ենք մեր Աստծուն, մեկ էլ շնորհակալ ենք այս հիվանդանոցի հանձնակազմին, Խանամիրյանին, Գասպարյանին, առավել եւս Արմինե Սայադյանին։ Նու Աստծո տվածով իրանք էլ դա իրականություն դարձրեցին։ Եվ մինչ նորաթուխ ծնողները հիշում էին իրենց ապրումները, ծննդատան շենքի մոտ Ծովիկին, Գևորգին, Լուսեին սպասում են ոչ պակաս հուզված հարազատները։
Արդեն րոպեներ անց Եղիազարյան ընտանիքը հրաժեշտ է տալիս հարազատ դարձած հաստատությանը եւ իրենց սիրելի բժշկին, վստահեցնելով դեռ վերադառնալու են, ուզում են լուսեն քույրիկ կամ եղբայր ունենա։